FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elrumi գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elrum-ում եք։ Գիտեք, մենք սովորաբար կանանց հետ կապված խնդիրներին անդրադառնում ենք տարվա բոլոր օրերին, բայց հատկապես միամսյակի ընթացքում ավելի հաճախ։ Բնականաբար ապրիլի 7-ը հաճախ առիթ ունեցել ենք ասելու ամենասիրելի օրն է, որովհետև կանանց տոնը Հայաստանում իրականում իր ամբողջության մեջ հենց այս օրն է նշվում։ Միևնույն ժամանակ այն ինչ-որ տեղ մտածելու, ինչ-որ բանի մասին խորհելու, ժամանակների մեջ նորը գտնելու հնարավորություն է։ Եվ այդ պատճառով ես այսօր վստահ կարող եմ ասել, որ մեր սրահում, մեր տիրույթում, Elrum-ում դուք առիթ ունեք հանդիպելու մի կնոջ, ով այս բոլոր տարիների ընթացքում, անցած, ներկա եւ անցնելիք տարիների ընթացքում հնարավորություն է եղել ունեցել շատ-շատերի համար դառնալ իրականում ժամանակակից, միշտ բոլոր ժամանակներում, հենց ժամանակակից կնոջ շատ հետաքրքիր ու տարբերվող տեսակ, եւ իր ծագումով, եւ իր մասնագիտությամբ, պրոֆեսիոնալ դաշտում ու կանացիությամբ։ Այս բոլորը մի տեղում իրականում քիչ է հանդիպում։ Շատ հաճախ մենք տեսնում ենք շատ պրոֆեսիոնալ կանանց, որոնք բոլոր ասպարեզներում չէ, որ կարողանում են իրականում կին լինելու, իր ամբողջ այդ էությամբ կին լինելու արվեստը պահել։ Այսօր ես ուզում եմ սիրով Elrum-ում նաև ձեր անունից ողջունել կնոջ, ով ոչ միայն պրոֆեսիոնալ դաշտում գրանցած հաջողություններով, այլև իր տեսակով կարողացել է բոլոր ժամանակներում իսկապես օրինակ լինել։ Սիրով Elrum-ում ուզում եմ նաև ձեր անունից ողջունել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էկզիմեր լազերային վիրաբուժության եւ ախտորոշման բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանին։ Տիկին Մալայան, ինձ համար իրականում դժվար է, որովհետև այս բոլոր տարիների մեջ ես կարողացել եմ եւ ձեզանից եկող այդ դրական էներգիան եւ նաեւ կանացիության այսպես սիմվոլ լինելը զուգահեռ համադրել, այսինքն տեսնել ինչպես է համադրվում պրոֆեսիոնալիզմի հետ։ Ես շատ շնորհակալ եմ, որ առիթ ունեմ հանդիպելու ձեզ։ Նմանապես շնորհակալ եմ այդ գնահատականի համար, այդ բարի խոսքերի համար, ջերմ խոսքերի համար։ Ապրիլի 7-ը իր մեջ շատ հետաքրքիր ինչ-որ խորհուրդ ունի, հա, կանացիության, մայրության եւ այդ ամբողջ էներգետիկայի։ Այս էներգետիկան իրականում ձեր մեջ շատ է, բայց ժամանակները փոխվում են։ Փոխվել է արդյոք կնոջ դերը։ Անկեղծ ասած, կարծում եմ ոչ։ Կնոջ դերը թե հիմա, թե նախկին տարիների, դարերի մասին խոսենք, երևի թե եղել է միշտ նույնը։ Կինը շատ անելիքներ ունի եւ միգուցե ինչ-որ բան հաջողվում է, ինչ-որ բան չի հաջողվում, բայց միշտ կինը ըստ ինձ, ըստ իմ կարծիքի, պիտի փորձի լինել մի փոքր շողքի տակ։ Մենք բոլորս ապրում ենք, հա, մեր առօրյան, մեր կյանքը, մեր ամենօրվա խնդիրներն ենք լուծում, բայց մենք մենակ չենք։ Մեր կողքը միշտ կան մեր սիրելի տղամարդիկ, որոնք մեզ հետ միասին այդ ճանապարհը անցնում են եւ կնոջ չափից դուրս ակտիվ լինելը կարծում եմ չպետք է սենց ցայտուն երևա։ Մենք խորհուրդ ենք տալիս եւ մեր ամուսիններին, եւ մեր երեխաներին, եւ մեր թոռներին, մեր խոսքը ասում ենք եւ սպասում ենք, ով դա կընդունի։ Երբ որ ընդունում են եւ այդ ընդունածի շնորհիվ իրանց մոտ ստացվում է, հաջողվում է, հա, ինչ որ քայլ առաջ գնալ, մենք մեզ շատ լավ ենք զգում։
բայց գոչել դրա մասին, որ այ դա ես ասեցի, դա իմ ասածն է, դա իմ մտածելն է, այդ ես բառը պիտի նահանջի կնոջ դեպքում։ Դա իմ կարծիքն է, սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես իրոք այդպես եմ մտածում։ Շատ հաճախ շփոթում են, չէ, այդ ստվերում մնալու, իր տեղում մնալը շփոթում են անվստահ լինելու հետ, Տիկին Մալայան։ Շատ լավ նկատեցիք, դա անվստահության ցուցանիշ չի, հակառակը։ Վստահությունը, կնոջ ինքնավստահության առաջի աղբյուրը դա սիրել եւ սիրված լինելն է։ Կարծում եմ։ Այդտեղից է բխում մնացած կնոջ անելիքները։ Երբ որ կինը իրոք սիրում է եւ սիրված է, ինձ թվում է իրեն կհաջողվի ամեն ինչ, ինչը որ ինքը կուզենա ունենալ այս կյանքում։ Չէ՞ որ կան կանայք, որոնք ուզում են շատ բարձրունքների հասնել իրանց աշխատանքային ոլորտի մեջ։ Կան կանայք, որոնք այդ բարձրունքների հասնում են միայն իրանց ընտանիքում լինելով։ Բայց կարծում եմ, եթե չլինի հիմքը սիրել եւ սիրված լինել, չի հաջողվի մնացածը։ Կամ կհաջողվի մի փոքր ավելի ոչ այդպես, ինչպես որ ինքը պատկերացնում։ Այսինքն կհաջողվի ու դրանից ինքը այդ բավարարվածության, այդ դրական էմոցիաները չի ունենա։ Առաջի հերթին բավարարված եւ ինքնավստահությունը ունենում է իր կողքի տղամարդու շատ համահունչ լինելու դեպքում։ Այո։ Երբ որ դա չկա, կարծում եմ մնացածը չի հաջողվում։ Չի հաջողվում, այո։ Այստեղ այդ ներդաշնակությունը դուք միշտ կարևորում եք, բայց դուք կարծես ես այսպես կողքից տպավորությամբ իմ նաև ձեր արտաքինի հետ կապված ամեն ինչի մեջ եք սիրում ներդաշնակությունը։ Ես հիշում եմ, որ դուք նույնիսկ վիրահատարան մտնելուց կամ հիմա էլ, այսինքն դեռ տարիներ առաջ, ես հիշում եմ, որ երբ գալիս էիք բոլորը միանգամից լռում էին, որովհետև դուք ցածր եք խոսում, իսկ ձեր խոսքը այդտեղ որոշիչ էր։ Այսինքն այդ ներդաշնակությունը եւ արտաքին տեսքի, կեցվածքի, պահվածքի, վարվեցողության ու նաեւ ներքին ինչքանով պիտի այսպես իրար հետ համահունչ լինեն։ Ինձ թվում է, որ կնոջ արտաքին տեսքը միշտ արտացոլում է իր ներքին աշխարհը։ Եվ այդ ոճը, հագուստի, չգիտեմ, աքսեսուարների եւ այլն, դա թելադրում է իր ներքին աշխարհը։ Ի վերջո, երբ որ կինը հոգեպես հանգիստ է, ինքը ինձ թվում է չի կարա ներդաշնակ չլինի։ Երբ որ կինը հոգեպես անհանգիստ է, ինքը չի մտածում։ Ինչ հագնի, ոնց քայլի, ինքը ամբողջովին այդ անհանգստացնող խնդիրի մեջ է։ Բայց միգուցե իրոք այդ ժամանակ պետք է սթափվել, արտաքին աշխարհի համար լինել գեղեցիկ, կանոնավոր, այո։ Միգուցե, բայց գիտեմ մի բան, որ երբ որ կինը հոգեպես հանգիստ է, իր աչքերը անկախ իրանից ժպտում է։ Եվ այդ ժամանակ ինքը իրոք լինում է գեղեցիկ ու երջանիկ։ Այո։ Միգուցե մի քիչ մասնագիտական մոտեցում է, աչքերի ժպտալը եւ ընդհանրապես ժպիտը կնոջը գեղեցկացնում է առանց ոչ մի լրացուցիչ հարդարման եւ այլն, այո, միջամտությունների։
Այո, բայց այ խնամքին, չափի մեջ ու ներդաշնակ այս բառերը իրականում շատ Տիկին Մալայան, ձեզ կարծես ես ոչ թե որպես հաճախոսություն եմ ասում, այլ ուղղակի այդպես ընկալում են ձեզ ու իրականում շատերը, հա։ Միշտ այսպես շատ բնորոշ է եղել ձեզ։ Դուք միշտ արտաքինին ուշադրություն դարձնելով եւ միևնույն ժամանակ նշենք, որ շռայլ է շատ բնությունը, որովհետեւ միշտ իրականում հիացել ենք մենք եւ հիանում ենք ձեզանով, բայց միշտ խնամված ու միևնույն ժամանակ երբեք շատ ավելորդ ճճացող ինչ որ բաներ չեք անում կամ համենայն դեպս չի երևում դա։ Սա էլ է այդ ներքինի արտահայտելու ձևը, թե ուղղակի սա գեղեցկությունն ու խնամքը գնահատելու, ընկալելու ձեր կերպն է։ Կարծում եմ ինձ հետ շատ կանայք կհամաձայնվեն, որ իհարկե խնամքը շատ կարևոր հատված է, հա, կնոջ կյանքում, սակայն դա իրոք չպետք է լինի սենց հիվանդագին մոտեցում, որ վայ, ծերացավ, մի քիչ ավելացավ եւ այլն, հատկապես երիտասարդների մեջ է շատ դա այսօրվա դրությամբ դիտվում, որ ոյ այս վիրահատություն անենք, այն միջամտություն անենք եւ այլն, ես կտրականապես դեմ եմ չափից դուրս բնության մեջ խառնվելու։ Հա։ Խնամքը պիտի լինի միանշանակ եւ բոլորս դա անում ենք, գաղտնիք չլինի, բայց տարիքով կինը չպետք է երևի թե փորձի ունենալ 20 տարեկանի տեսք։ Կնոջ կյանքի տարբեր փուլերը ունեն առավելություններ, դժվարություններ, խնդիրներ, բայց միևնույն ժամանակ առավելություններ։ Այ չեն կարողանում վայելել այդ փուլերը։ Հիմա ես դժվարանում եմ ասել, բայց դուք այնպես հպարտությամբ միշտ նշում եք, որ դուք թորնիկներ ունեք եւ երջանկություն է իհարկե, նաեւ իրենց համար ձեզ նման այսպես տատիկ, չգիտեմ ինչպես ասեմ, ունենալ, բայց սրանք փուլեր են, որոնք որ հրաշալի է, երբ կարողանում ես վայելել դա։ Պիտի կարողանա կինը վայելի իր կյանքի ամեն փուլը։ Երիտասարդ, միջին տարիքի, ինչու՞ չէ եւ ծերանալուց, հա։ Բայց առավելություն կարծում եմ կին լինելը արդեն առավելություն է մեր բոլորիս համար եւ էլի վերադառնանք մեր սիրելի տղամարդկանց, ամուսիններին, մեր կողքի տղամարդկանց, որոնց ի վերջո իրանց համար ենք մենք ուզում լինել սիրուն, հա, գեղեցիկ, հանգիստ, հանդարտ եւ այլն։ Կարծում եմ, որ երբ որ կինը ինքնավստահ է, ինքնաբավ է, իր ներքին աշխարհը հանդարտության մեջ է, ինքը իր տարիքը չի ընդունում որպես ինչ-որ ծանր չի ընդունում իր տարիքը։ Ամեն տարիքը իր գեղեցկությունը ունի, իր երջանկությունը ունի, հա, ոնց որ նշեցիք թորնիկներ, թորնիկներից առաջ բնականաբար մեր երեխաները, դա է կյանքը ու դա շատ սիրուն է նայվում։ Այո։ Երբ որ կինը ուղղակի երջանիկ է բոլոր տարիքում։ Եվ դա հնարավոր է իրականում, այսինքն պիտի հասնել դրան։ Դա միայն կնոջ աշխատանքը չի, այո։ Մեր բոլոր նվաճումները կանանց չվերագրենք մենակ մեզ։ Այո։ Որովհետև իրոք դա այդպես է, որ եթե չլինեն կողքի հարազատների հասկացողությունը, ներողամիտ լինելը, օգնությունը, այո, մենք չենք կարող իսկապես։ Կարծում եմ ոչ։
Շնորհակալ եմ արդարամիտ եւ այսպես հանդարտ ամենամեծ ճշմարտություններ ամենանուրբ կանացի երանգով միշտ այսպես բացահայտող Ելենա Մալայան, շնորհակալ եմ շատ։ Տիկին Մալայան, նաեւ այս տարիների ընթացքում, ժամանակի պլանավորում ասվածի մասին հիմա սկսել են շատ խոսել, բայց ըստ էության դուք հենց սկզբում ձեր աշխատանքային նաև գործունեության զուգահեռ այս տարիներին ես գիտեմ, որ շատ ճշգրիտ զբաղվել եք դրանով ժամանակի պլանավորմամբ, որովհետև ձեզ տարիներ շարունակ ես հիշում եմ, որ լրագրողները տալիս էին նույն հարցը. ինչպես եք հասցնում այսքան զբաղվածության, այսքան վիրահատությունների հետ, այսքան հրաշալի տեսք ունենալ եւ այլն։ Կարծում եմ ես միակը չեմ, ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ եւ այդպես էլ կա։ Երբ որ ամեն ինչ անում ես սիրելով, ուզած պլանավորում ես։ Ինչու, որովհետև չես ուզում, որ ինչ-որ մի հատվածը տուժի։ Ամեն օրվա գործունեության մեջ մենք ունենում ենք սա շատ կարևոր է, սա էլի կարևոր է, բայց կարելի է լուծել հետո, իսկ օրինակ ինչ-որ մի բան այսօր չեմ հասցնի, ոչինչ չեմ անի, վաղը կանեմ։ Այո, բան կարևոր, այս հոգեբանական այդ բաժանումը դա գալիս է կյանքի փորձի հետ։ Այո, փորձը այստեղ նշանակություն ունի։ Միևնույն ժամանակ, ինչ որ ժամանակներ կային, նույնիսկ խորհրդային ժամանակներում էր, այդ հակադրությունը կար, կանացիության ու պրոֆեսիոնալիզմի, բայց կային կանայք, որ այսպես կոտրեցին այդ անջրպետները եւ կանացիությունը ու պրոֆեսիոնալիզմը կարող են այսպես հանդարտ ու զուգահեռ գնալ, ոչ մի տեղում այսպես չխանգարելով իրար ու ընդհակառակը միանշանակ բացարձակ իրար հակասող չեն, երևույթներ չեն։ Այո։ Իհարկե ցանկացած կին, որը որ հասել է, բարձրունքի իր մասնագիտության մեջ, չպետք է լինի ոչ կանանցի կամ հակառակը։ Կանանցի լինելը ինձ թվում է դա մեր մեջ դրված է եւ ի վերջո ամենակարևորը դա կանանցի լինելը եւ երեխաները պետք է դա տեսնեն եւ գործընկերները պետք է դա տեսնեն, բայց մյուս կողմից դա այնպեսի հարց չի, որ պիտի լինի ու ես պիտի լինեմ կանանցի, դա էլի մեր հոգեվիճակից է կախված։ Ոչ մի կապ չեմ տեսնում պրոֆեսիոնալ կին եւ կանանցի լինելը կամ հակառակը։ Նույնիսկ կանանցի լինելը շատ հաճախ օգնում է պրոֆեսիոնալիզմի մեջ, որովհետեւ կինը մնում է կին, երևի թե։ Պիտի պահի, էլի դա։ Այստեղ էլ, չէ, բայց նկատում եք, որ հիմա մի քիչ, կարծես այդ խաթարվում է այս բանն էլ, փորձում են։ Այդ բալանսի կոտրվելը չեմ ընդունում։ Եվ չեմ հասկանում, շատ դրվագներ ա լինում, որ կինը փորձում է ոտ գցել տղամարդու հետ։ Ինձ թվում է դա բնության կողմից է սխալ։ Բաներ կա, որը որ ստեղծված է, արված է եւ փորձված է։ Մենք կանայք ենք ու պիտի կին մնանք։ Այո։ Տիկին Մալայան, բայց մեծ պատասխանատվություն իրենց վրա վերցնող կանայք, թեկուզ մասնագիտական առումով, ինչ որտեղ այստեղ նաև իրենց պահանջները ու ձևը, մեթոդները փոխվում են։ Դուք սովոր եք միշտ մեծ պատասխանատվություն վերցնել, որովհետև շատ ուղղություններով հենց առաջին վիրահատությունները հենց սկզբում կանգնած եք եղել դուք, սա ըստ էության այդպես նաև ուժեղ քայլ է։ Միգուցե մի քիչ կդժվարանամ հարցին սենց հստակ պատասխանել, բայց դա դրանից չի, որ ես կին եմ կամ դա նրանից է, որ ես մտել եմ իմ
շատ սիրված գործունեության մեջ եւ փորձել եմ լինել լավագույնը, հա, ոնց որ բայց կին լինել է այստեղ երևի թե այդքան կապ չունի։ Ըստ էության Մալայան ազգանունը Հայաստանում միշտ ասոցացվել է, հա, ակնաբուժության հետ եւ 7-րդ արդեն դուք սերունդը ակնաբուժների եւ դժվար է այստեղ, հա, տպավորությունը, որ ինչ որ առումով է ասպարեզը շատ ձերն է, բայց դժվար է, որովհետեւ մի նոր շերտ պիտի ավելացնեիք։ Փորձում ենք, հա, գնալ առաջ։ Եվ իրոք այսօր մենք ունենք առաջարկելու նոր մեթոդ, հա, լազերային շտկում եւ կրոսլինքինգ, այսինքն կերատոկոնուսի բուժում եւ տեսողությանը լավացնող վիրահատություն զուգահեռ։ Եվ ունենք բավականին մոտ 2 տարվա փորձ ու բավականին լավ արդյունավետություն ունենք, իհարկե դա պահանջում է մանրակրկիտ ստուգումներ, հետազոտություններ եւ այլն։ Այսինքն մեր սիրելի Մալայան ակնաբուժական կենտրոնը, Մալայան հիվանդանոցը, ինչպես ասում են, նոր ինչ որ բաներ անընդհատ առաջարկում է, արդեն 2 տարվա փորձ։ Ես գիտեմ, որ աչքի հետ կապված նաեւ նոր խնդիրներ են, այսինքն նոր ավելի շատ տարածված, հա, դուք նշեցիք, որ այստեղ էլ բուժման նոր մեթոդներ կան, հա, ինչպես, չգիտեմ, այդպես ճիշտ է ասելը, թե չէ, չոր աչքի այս շատ ճիշտ եք, չոր աչքը այսօրվա դրությամբ, չոր աչքի համախտանիշը բավականին տարածված խնդիր է եւ ունենք նաև այդ ասպարեզում նորություն, արդեն մոտ 2 տարվա, հա, ընթացքում էլի լազերային միջամտություն է, բուժում է, հա, որը շատ նվազեցնում է այդ համախտանիշի կլինիկական արտահայտությունները, այսինքն հիվանդները բավականին գոհ են լինում բուժումը ստանալուց, փորձում ենք, հա, ամեն ինչ անել, որ գնալ առաջ։ Գնալ առաջ, այո։ Եվ հիմա ես գիտեմ, որ այդ մեր զրույցից առաջ դուք նշեցիք, հիմա վերանորոգվում է։ Մալայան ակնաբուժական կենտրոնը միշտ իրականում իր եւ գիտական եւ մասնագիտական, հա, բոլոր առումներով առաջնայինն է, միշտ առաջինն է եղել եւ հիմա էլ շարունակվում է։ Իհարկե մեծ ցավով իրականում վերջերս ձեր հայրը մեր բոլորի շատ սիրելի Ալեքսանդր Մալայանը լքեց մեզ, բայց իր ավանդը ակնաբուժության մեջ ես կարծում եմ, որ նաև շատ շատերի կյանքում իրականում շատ երկար ու լուրջ հետ կթողի, որովհետև բացի շատ լուրջ գիտնական լինելուց եւ շատ բացահայտումներ անելուց, նաեւ ինքը մի մարդ էր, ով նույնիսկ անհնարին վիճակում գտնվող հիվանդին ասում էր, որ ինչ-որ մի տարբերակ կա, եթե աշխարհում կա, ուրեմն Մալայան կենտրոնում ելքը կգտնվի։ Տիկին Մալայան, ես շատ ուրախ եմ, որ դուք նշեցիք վերանորոգվում, այսինքն այդ ավանդույթները, այդ իր էներգետիկան, ամեն ինչ միշտ հասցնելու, միշտ լավագույնը անելու շարունակվում է։ Այո, շարունակվում է եւ հուսամ շարունակվելու է, որովհետեւ այսօր մենք ունենք Մալայանի եւ իր ամբողջ թիմի շնորհիվ մի սերունդ ակնաբուժների, որոնք լավագույնն են, հա, եւ այդ լավագույնները այսօր պատրաստում են մյուս սերունդը։ Եվ երևի թե Մալայանի գործունեության մեջ ամենակարևորագույն անելիքը այդ սերունդ պատրաստելն էր։ Չեմ ուզում, հա, ոնց որ, խոսեմ Մալայանի բոլոր արժանինքների մասին, բայց ես որպես ակնաբուժ, որպես իր դուստր, որպես մարդ, որ այդ ամեն ինչի մեջ եղել է, հա, ես ամենաշատը կարևորագույն տեղ եմ տալիս այդ դպրոցը ստեղծելու համար, այո։ Եվ դա երևի թե բոլորիս
առաքելությունն է։ Լավագույն մասնագետների առաքելությունը նա է, որ փոխանցեն հաջորդ սերունդին իր գիտելիքը ու թող երիտասարդները այդ ստացված գիտելիքի վրա կառուցեն իրանց։ Միայն այդ պարագայում կարա հաջողվի աշխատանքը, գործը եւ գնալ առաջ։ Տիկին Մալայան, իսկ այ որպես հայր ամեն դեպքում չնայած այսպես տպավորություն է, որ դե բնական է պիտի այս ուղղությամբ շարունակեիք, բայց նախորդ անգամ մեր զրույցի ժամանակ դուք նշեցիք, որ բավական նաև դժվար էր այդ պատասխանատվությունը, այ իր օգնելու, առաջ մղելու ինչ-որ մեթոդի տարբերություն կար։ Գիտեք, մեթոդ չկար, կար անսահման սեր մասնագիտության հանդեպ եւ իհարկե որպես հայր ուզենալ, որ իր երեխան, իր դուստրը, հա, լինի լավագույնների մեջ։ Իդեպ ասեմ, որ ինքը միշտ ավելի պահանջում էր իր հարազատ, հա, մտերիմ աշակերտներից եւ բարբերաբար լինում էր դրվագներ, որ ես ջղայնանում ես մելով, պապ, ինչ ես այտենց ջղայնանում, կամ ինչ ես, ասում եմ, որտեվ ձեզ շատ եմ սիրում, ուզում եմ, որ դուք ամենալավը լինեք, այո։ Հետո արդեն, թե ինչքան հպարտության զգացումներ է ունեցել, երբ դուք նաև ռեֆրակցիոն վիրաբուժության ոլորտում ունեցած ավանդի համար եք պարգևատրվել եւ առհասարակ ձեր գիտական աշխատությունների թիվը փաստորեն 42 գիտական աշխատանքների հեղինակ եւ համահեղինակ, սրանք բոլորը հենց Մալայան դպրոցի նաև հաղթանակներն են եւ եթե ոչ բառերով երևի թե առաջինը Մալայան դպրոցի, հետո առաջինը Մալայան դպրոցի, այո, եւ նաև այդ զգացողությունը ձեր դուստրը նույնպես շարունակում է փաստորեն այս դպրոցի շարունակությունն է։ Նախորդ անգամ դուք նշեցիք, որ շատ բարդ է, դժվար է, երբ քո երեխան այդ պատասխանատու այս ոլորտում է։ Դժվար է, բայց շատ մյուս կողմից իրոք հպարտանում ես, որ ստացվում է։ Երևի թե դա անխուսափելի է, երբ որ հարազատները իրար հետ են, հա, աշխատում նույն մասնագիտության մեջ եւ այլն, փորձում ես շատ չիշխել, հա, շատ խրատներ չտալ, շատ բան թողնում ես ինքնահոսի, ու կողքից դիտորդի նման փորձում ես օբյեկտիվ գնահատել իրավիճակը։ Շատ եմ հիշում դրվագներ իմ ու Մալայանի միջև ու հիմա հասկանում եմ իր ջղայնությունը կամ իր անհանգստությունը այն ժամանակ։ Երևի թե դա իրոք կյանքի օրենքներից է ու պիտի գնանք, պիտի անցնենք։ Բայց ամենակարևորը արդեն փաստորեն դուք ունեք այդ հանգստությունը, որ սա իր ոլորտն է, ինքը այստեղ ճիշտ տեղում է ձեր դուստրը։ Երևի, հա։ Շատ ասում եմ, որ ամեն դեպքում այս գենետիկան շատ հզոր մի բան է, հա, այդ բացի դպրոցը, մասնագիտական եւ այլն, բայց այս գեներով ինչ որ բան գալիս է։ Գեներով շատ բան է գալիս եւ այստեղ չեմ ուզենա միայն Մալայանի մասին խոսեմ, կուզեմ նաեւ մայրիկիս մասին խոսել, որը էլի բժշկուհի է, որի գենետիկան ես տեսնում եմ իմ աղջկա մեջ։ Այդ ուսումը սիրող, որ մի բանը չգիտի, պետք է պարտադիր գնա գիրք բացի գրքով կարդա։ Շատ շնորհակալ եմ, որ այդպիսի ծնողներ բարեբախտություն է, այո, իրականում բարեբախտություն է, որովհետև նաև եւ մասնագիտության առումով եւ իրենց տեսակի, երբ շատ մարդկանց կյանքում իրականում կարողացել են, հա, այս մասնագիտությունը այնպես է, որ
բժիշկները մարդու կյանքում կարող են մի այնպիսի դեր խաղալ, որ իրականում իր ծնողների չափ մարդը իր ընտանիքի անդամի պես հիշի այդ հանդիպումն ու կարևորի եւ ամենակարևորը իրականում երջանկությունն է, երբ մարդը խարիզմայով նաեւ իր ոչ միայն մասնագիտական, այլև այդ խարիզմայով կարողացել է իր շուրջը ստեղծել մի մթնոլորտ, որը բավականին կարևոր հանգամանք է, երբ որ աշխատանքը մարդկային գործոնի հետ առնչվում, այսինքն մարդկանց հետ է շփվում։ Իրոք դա բժշկի աշխատանքի մեջ շատ կարևորագույն պահ է, երբ որ ստացվում է խոսքը ցանկացած տեսակի մարդու հետ։ Դա բժշկի հաջողության գրավականներից երևի թե առաջինն է։ Շատ շնորհակալ եմ, ես ուզում եմ որպեսզի եւ մասնագիտական դաշտում, հաղթանակները, այս առումով իսկապես հաղթանակները, որովհետեւ Մալայանի ակնաբուժական կենտրոնը Երևանի, Հայաստանի, երևի ոչ միայն Հայաստանի, բայց մեր այսպես հենասյուներից մեկն է ու հպարտանալու տարին տասնամյակներով հպարտանալու անկյուններից ես շատ ուրախ եմ, որ այս հաղթարշավը շարունակվում է նաև ձեր շնորհիվ։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզանից էլ։ Սիրելի հետևորդներ, գիտեք, մենք միշտ կարող ենք ինչ-որ բաների մասին խոսել կանանց հետ կապված եւ ավելի իրականում ինքնավստահ, ինքնագնահատականը բարձրացնելու այսպիսի մոտիվացիայի կարևորության, բայց շատ կարևոր ու մոտիվացիայի նուրբ երանգներով Ելենա Մալայանը նշեց այն, ինչի վրա իսկապես պետք է շեշտը դնել։ Այս աշխարհում ինչքան էլ բարձր ձայնով մարդիկ շատ լինեն, ինչքան էլ շատ բարձր բառեր հնչեն, միևնույնն է, ամենաշատը լսելի են ցածր ու հետաքրքիր ու խորը իմաստ ունեցող արտահայտությունները։ Այնպես էլ կյանքում, եթե սիրեք ու սիրված լինեք, այս դեպքում շատ խնդիրների կարող եք ուրիշ հայացքով նայել։ Իսկ երբ որ ճիշտ հայացքով ու ճիշտ կետից նայում ես, իրականում ամեն ինչ լուծելի է։ Ի վերջո, յուրաքանչյուր պահի մեջ կա այնքան դրական մի բան, որը մենք իսկապես չենք նկատում, չենք կարողանում գնահատել։ Այս նկատելու, գնահատելու արդյունքում է, որ աշխարհում ամեն ինչ հրաշալի է լինելու։ Այսօր մենք զրուցում էինք Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էկզիմեր լազերային վիրաբուժության եւ ախտորոշման բաժանմունքի վարիչ, Երևանի Պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանի հետ։ Ես կարծում եմ, որ այս օրվա տրամադրությունը հնարավորություն է տալու իրականում շատ մեր հետևորդների աշխարհում տեսնել ուղղակի լուսավոր ու փոքր կետերը, որոնք որ հնարավորություն պիտի տան իսկապես երջանկության պահերը շատ դարձնել։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Նովոթեին ուլտրա, աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։